Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 12 Որովհետև Տերը չի մերժի հավիտյան Ողբ 3 գլուխ 31-րդ խոսք Նա կարող է որոշ ժամանակով հեռանալ, բայց ոչ հավիտյան Կինը կարող է մի քանի օրով իր զարդերը մի կողմ դնել, բայց նա չի մոռանա դրանք կամ չի նետի աղբը Տիրոջ բնույթին չի պատկանում հեռանալ նրանցից, ում նա սիրում է, քանի որ նա իրաններին, որ այս աշխարհում էին, սիրեց և մինչև վերջը սիրեց նրանց։ Ոմանք խոսում են այն մասին, թե մենք իբր երբեմն գտնվում ենք շնորհքի մեջ, երբեմն նրանից դուրս, ասես նապաստակներ լինենք, որոնք ներս ու դուրս են վազում իրենց բներից, բայց իրականում դա այդպես չէ։ Տիրոջ սերը շատ ավելի լուրջ և անսասան է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Նա ընտրեց մեզ հավիտենությունից և կսիրի մեզ ողջ հավիտենության ընթացքում։ Նա այնքան շատ սիրեց մեզ, որ մահացավ մեզ համար, և հետևաբար մենք կարող ենք վստահ լինել, որ նրա սերը երբեք չի մարի։ Նրա կոչումը այնքան կապված է հավատացյալի փրկության հետ, որ նա չի կարող մերժել այն, ինչպես որ նա չի կարող մերժել իր թագը որպես փառքի արքա։ Ոչ, Տեր Հիսուսը որպես գլուխ երբեք չի մերժում իր անդամներին, որպես ամուսին նա երբեք չի մերժում իր հարսին։ Մտածում էիր, թե դու մերժված ես։ Ինչու այդքան չար մտքերին թույլ տվեցիր քեզ հեռացնեն Տիրոջից, ով քեզ նշանադրել է իր հետ։ Դեն նետիր այդպիսի մտքերը և այլևս երբեք թույլ մի տուր, որ դրանք բնակվեն քո հոգում։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, որովհետև ես ատում եմ ապահարզանը։ Հռովմայացիս 11-րդ գլուխ 2-րդ խոսք, Մաղաքիա 2-րդ գլուխ 16-րդ խոսք։